Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն են, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Խորհրդարանի ընտրության արդյունք ու խաղաղության համաձայնագիր, ինչ կապ ունեն միմյանց հետ, ինչ մեսիջներ է գալիս Բաքվից։ Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում, ինչ նպատակով են գալիս։ Սամվել Կարապետյանը դատարանում է, ինչ է կատարվում ներսում և դատարանի բակում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ազգային ժողովում է, քառօրյա նստաշրջանը շարունակվում է։ Հորմուզի նեղուցում լարվածությունը հասնում է վտանգավոր կետի, ինչ կլինի, եթե այս նեղուցը փակվի, որքան արագ կզգադա շարքային քաղաքացին և կա արդյոք այլընտրանք այս կենսական ուղուն։ Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը։ Ազատություն ռադիոկայանի տրամադրության տակ է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձրագույն հանձնակատարի առաջարկը առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից ռազմավարական գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին ինֆորմացիոն մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է հաստատել իր սեփական կանոնները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Նրա խոսքով արևմտյան երկրները փորձում են առաջատար դեր խաղալ տարածաշրջանի երկրների կենսակերպի կազմակերպման հարցում։ Նրանք նաև փորձում են պարտադրել իրենց տեսլականն այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման գործում։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիր Բեկովն էլ կրկին հայտարարել է, որ Հայաստանում ընտրության արդյունքը և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Այս ամենի ֆոնին էլ խորհրդարան էր եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ տարբեր հասարակական կազմակերպություններ արձանագրել են խախտումներ, տարածքների վարձակալության խնդիրներից հիմնական ընդդիմադիր ֆավորիտ ուժի առաջնորդի կալանավորում։ Պատգամավորի խոսքով տոտալ գաղտնալսվում են ոչ իշխանական ուժերի աջակիցները, շտաբերի ապակա աշխատակիցները։ Լսենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պատասխանը։ Որևէ քաղաքական ուժից, կուսակցություն, դաշինք մենք չենք ստացել օրինակ դիմում, որ իրենց իրավունքները որևէ կերպ սահմանափակվում են։ Չնայած մենք այս փուլում դեռևս սուբյեկտ որպես կուսակցություններին չունենք, բայց նույնիսկ որ օրինակ, չգիտեմ, իրենք ինչ-որ նախապատրաստական գործողություններ են պատրաստվում անել, բայց ինչ-որ մեկը իրենց իրավունքները խախտում չկա։ Հովհակիմյանի խոսքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գերնպատակն է, որ ընտրությունն ավարտվի քվեարկությամբ, որ անկախ նրանից, թե քարոզարշավը ինչ սրությամբ է անցել, ընտրության արդյունքը կասկած չհարուցի։ Սակայն ընդդիմադիր պատգամավորները հարցեր ունեին ԿԸՀ նախագահին, հարց ու պատասխանը մեկ տեսանյութում առանց մեկնաբանության։ Իշխող կուսակցության ներկայացուցիչը, օրինակ դպրոցի տնօրենը, շատ հանգիստ, շատ անկաշկանդ կարող է ցուցակներում էլ ընդգրկվել, կարող քարոզչություններ անել, բայց հանկարծ եթե այդ դպրոցի տնօրենը ընդդիմադիր ալնում, 15 րոպե չի անցնում։ Իր դիմումի համաձայն կամ, չգիտեմ, բան գործից ասում է շատ, այն որ ասում է ակուրատնի ձևով ներխուժում են, այն որ բան կար, հայտնի մարդ կար, պատգամավոր կար, ասում է։ Շատ շնորհքով ներխուժում են։ Տեսեք, երբ որ դուք փաստ չեք ասում, կրկնում եմ, դուք որպես պատգամավոր ազատ եք, ձեր գնահատականները տալ։ Մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնառու է կոնկրետ
խնդիրներով հետամուտ լինելու։ Երբ որ այսպես երևույթների մասին կարող ենք անverջ խոսել, բայց ես չգիտեմ այդ երևույթը իրականում կա, չկա, որովհետև շատ ժամանակ կարող է ուղղակի ասենք այդ երևույթը այն որ ձեզ ներկայացվել է, այդպես չի։ Դուք այստեղից ամբիոնից խոստանում եք, որ այ դիտորդական առաքելություն իրականացնողների քաղաքական չեզոքությունը գնահատելու եք շատ ճիշտ, շատ հետաքրքիր պնդում է, այսինքն մենք որևէ բանի բողոքարկելու համար կասելու ենք, այ Հովակիմյանը այնտեղ խոստովանեց, որ դուք պետքա ճիշտ իրականացնեիք այդ քաղաքականությունը, սխալ եք իրականացրել, հետևաբար պատժվում եք, հետևաբար սխալ եք, դրա համար կոնկրետ սահմանված չափանիշներ են պետք, որի իրականացման գործառույթները եւ պարտականությունը դրվել է ձեր վրա այդ ամբիոնից հայտարարված նախաձեռնող խմբի կողմից։ Քարոզչություն սահմանում, այսինքն ինչպես ենք մենք դիտարկում քաղաքական չեզոքության, ասենք խախտում։ Նման սահմանման, որ այսինքն կենտրոնական տրական հանձնաժողովը որոշումով սահմանի, նման, այսպես ասենք, պարտականություն մենք չունենք ու ավելին, չէ, տեսեք, որովհետև եթե սահմանենք, մենք ընդհակառակ կարող ենք, այսպես ասենք, ծուղակ ընկնել, որովհետև եթե մենք ասենք, այ միայն սա ենք դիտարկում, ընդհանրապես շրջանցելու գործիքակազմն ենք ապահովել։ Դրա համար մենք ասում ենք, մի խախտեք, հարգելի դիտորդներ, քաղաքական չեզոքությունը մի խախտեք, ով խախտեց, ստացանք բողոք, ստացանք փաստ, որ որևէ դիտորդ խախտել է քաղաքական չեզոքությունը, այդ դիտորդի հավատարմագրումից զրկելու ենք այդ դիտորդին, վերջ։ Չկան տեխնացուներ, վարչական ռեսուրսի չարաշահման հետաբար փուլը չենք կարող իրականացնել, նույնը վերաբերում է բարեգործությանը, երկուսի դեպքում էլ տեխնացուի կուսակցության կամ պատգամավորության տեխնացուի վարքագծի վրա է կառուցված եզրահանգման տեսակից էլ քվեարկությանը։ Հիմա այդ ոնց է ստացվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, տանում է հələ քիչ է մնում կալանքի, այն դեպքում, երբ որ չկան տեխնացուները։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վարքի որոշումների հետ կապված, խնդրում եմ իրենցից բարձրաբանում պահանջել։ Ես կենտրոնական տրական հանձնաժողովը կարող է, այսպես ասենք, պատասխան տալ, բարձրաբանել իր որոշումները, իր քայլերը։ Զուգահեռ ընթանում էր Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Գործարարը նախքան դատական նիստի մեկնարկը հայտարարել է, որ սկսել է իր քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց, բացի հայկականից։ Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն ունենալը խոչընդոտ է հունիսի 7-ին կայանալի խորհրդարանի ընտրությանը մասնակցելու համար։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել խափանման միջոց տնային կալանքը փոխելու համար։ Դատարանն այդ հարցը որոշել է քննել առաջնահերթ կարգով։ Դատախազներ միջնորդել է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է։ Դատարանի բակում հավաքվել էին Սամվել Կարապետյանի թիմակիցներն ու աջակիցները։ Քննիչները այդպես էլ մինչև դատական նիստի ավարտը այդպես էլ չկարողացան բերել գեթ 1 հիմնավորված փաստարկ, որի հիման վրա իրենց կողմից ներկայացված միջնորդությունը կբավարարվեր։ Ես նաև շնորհակալություն եմ հայտնում մեր դատարանին նման որոշում կայացնելու համար։ Իրականում խափանման միջոցի անհրաժեշտություն եւս չկար, բայց մենք հարգում ենք դատարանի որոշումը եւ կմնանք, այսպես ասած, իրենց կողմից ներկայացված սահմանափակումների շրջանակներում։ Մարդը այնքան վախեցավ ազատության հրապարակում հավաքված ժողովրդի քանակից, որ անցավ բոլոր տեսակի բարոյական կարմիր գծերը։ Երեք իմիջիալոցա շատ կարևոր փաստ է։ Մոտավորապես նույն ժամին են ձերբակալվում եւ Գոհարը Գումաշյան եւ Վերժինեն Ստեփանյան։ Մեկը Երևանում, մյուսը Վայքում։ Նույն ժամին է նշանակվում դատարանում նրանց գործի քննությունը։ Զուգադիպություն է սա։ Չէ, մենք գործ ունենք այստեղ քաղաքական հետապնդումների հետ։
Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը դատարանը վերացրել է։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ հսկող դատախազի որոշմամբ երիտասարդը ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը համոզված է, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է այս հանգրվանին։ Հայաքվեն նաև դատապարտել է իշխող ուժի Դավիթ Մինասյանի նկատմամբ իրականացրած հետապնդումը, ինչը հանգեցրել է նրա առողջության վատ թարացմանը, կրթության ու կրոնական իրավունքների ոտնահարմանը։ ԱՄՆ-ում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունը, որին մասնակցել են Վաշինգտոնում երկու երկրի դեսպանները և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանի խոսքով 2 ժամ տևած հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը համաձայնության են եկել Լիբանանը Հեզբոլլահից ազատելու հարցում։ Լիբանանն էլ կոչ է արել հրադադար հաստատել և միջոցներ ձեռնարկել իր մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։ Երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, և նրանց միջև վերջին ուղիղ բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել 1993 թվականին։ Զելենսկին հայտարարել է, որ ուզում են բացել Հորմուզի նեղուցը, քանի որ Ուկրաինան արդեն Սև ծովի շրջափակման փորձ ունեցել է։ Ընդամենը մի քանի կիլոմետր լայնությամբ այս նեղուցը պահում է աշխարհի էներգետիկ զարկերակը։ Սա միակ ծովային ուղին է, որով Պարսից ծոցի նավթային հարուստ երկրները կապվում են արտաքին աշխարհին։ Եվ հենց այս կետում ցանկացած լարվածություն անմիջապես դառնում է գլոբալ խնդիր։ Պատերազմ Հորմուզի շուրջ, ինչ խնդիրներ կառաջանան, եթե չդադարի այն, Անյա Բաղյանն է ներկայացնում։ Ընդամենը մի քանի կիլոմետր լայնությամբ այս նեղուցը պահում է աշխարհի էներգետիկ զարկերակը։ 33 կիլոմետր է Հորմուզի նեղուցի ամենանեղ հատվածը։ Հորմուզով անցնում է օրական 22 միլիոն բարել նավթ։ Ամեն բարելը կազմում է մոտ 159 լիտր, այսինքն օրական ընդհանուր ծավալն անցնում է 3 միլիարդ լիտրը կամ ավելի քան 1300 օլիմպիական լողավազանի չափ հեղուկ։ Սա կազմում է ամբողջ աշխարհի օրական նավթային սպառման մոտ 21%-ը։ Աշխարհում ծովային ճանապարհով փոխադրվող ամբողջ նավթի մոտ 1/3-ն անցնում է հենց Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նեղուցով անցնում է նաև աշխարհում վաճառվող բնական գազի 1/4-ը։ Հորմուզի նեղուցում նավարկությունը կազմակերպված է 2 հակադիր երթուղիներով, որոնց միջև գործում է 1 բուֆերային անվտանգության գոտի։ Այն նվազեցնում է բախումների ռիսկը եւ ապահովում շարժի վերահսկելիությունը։ Սա միակ ուղին է, որով նավերը կարող են Պարսից ծոցից դուրս գալ դեպի Բաց օվկիանոս։ Իսկ այդ ծոցի ափերին գտնվում են 8 նավթային հարուստ պաշարներ ունեցող երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Օման։ Այս երկրներից շատերի համար նեղուցը միակ ելքն է դեպի աշխարհ։ Ընդհանուր առմամբ աշխարհի էներգիայի մոտ 15%-ը կախված է այս տարածաշրջանից եւ հիմնականում անցնում է հենց Հորմուզով։ Սա է պատճառը, որ այս նեղ հատվածը ունի բացառիկ կարևորություն։ Աշխարհի խոշոր պետությունների տնտեսության հնարաններից մեկը մի քանի կիլոմետրանոց այս նեղուցն է։ Նավթի մեծ մասը գնում է Ասիա, հատկապես Չինաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Չինաստանն այս տարածաշրջանից է ներմուծում իրեն անհրաժեշտ նավթի գրեթե կեսը։ Ճապոնիան իր էներգիայի մեծ մասը ստանում է Հորմուզից։ Հարավային Կորեան ևս մեծապես կախված է այս ուղուց։ Կա այլընտրանք Հորմուզի նեղուցին։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն ունեն որոշ խողովակաշարեր, որոնք միայն մոտ 20% հոսքն են ապահովում։ Արտասահմանցի տնտեսագետների վերլուծությունները ձևավորել են կարծիք ու պատկեր, թե ինչ կլինի աշխարհի տնտեսության հետ, եթե Հորմուզը փակվի։ Նավթային ընկերությունները կդադարեցնեն նավարկությունը, մի քանի ժամում նավթի գինը կտրուկ կբարձրանա, շաբաթների ընթացքում համաշխարհային տնտեսությունը կմտնի ճգնաժամի փուլ։ Իսկ ինչպես կարող են հաղթահարել։ Նավթ տեղափոխող նավերը ստիպված կլինեն երթևեկել 14 օր ավելի, որպեսզի շրջանցեն Աֆրիկայի հարավային ծայրը։ Ապահովագրական վճարները կտրուկ աճելու են եւ շատ նավեր պարզապես չեն մտնելու վտանգավոր գոտի։ Ստեղծված վիճակի հետևանքները կրելու է մարդը, թանկացած վառելիք, սնունդ, տրանսպորտ ու կրճատված ավիաչվերթներ։ Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության ամենակարևոր խոցելի կետերից մեկն է, որը նահանգների 47-րդ նախագահը շրջափակել է։ Իսկ Իրանը, որին էլ պատկանում է Հորմուզի նեղուցը, նոր բանաձև է ընդունել նեղուցից օգտվելու համար։ Աշխարհի տնտեսության զարկերակը վտանգված է, վտանգելով աշխարհի տնտեսությունն ու սոցիալական վիճակը։ Անյա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Իրանում ռազմական գործողությունը Միացյալ Նահանգների համար արժեցել է ավելի քան 51.2 միլիարդ դոլար, գրեթե 46 օրվա մարտական գործողությունների ընթացքում։ Iran War Coast Tracker-ի տվյալով Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին 6 օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար եւ պլանավորում է հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրը ծախսել լրացուցիչ 1 միլիարդ դոլար։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ավարտին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ, նրանք ցանկանում են գործարկնքել, ասել է նա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների բարի կամքի բացակայությունը եւ մաքսիմալիստական դիրքորոշումը խոչընդոտել են անցյալ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնագրի վերջնական կնքմանը։ Դիվանագիտությունը վեճերի կարգավորման նախընտրելի ուղին է, ասել է նա, հավելելով, որ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ եւ խրախուսել Միացյալ Նահանգներին հետևել միջազգային իրավունքին։ Միացյալ Նահանգները լիակատար շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ, որոնք ապահովում են Իրանի տնտեսության մոտ 90%-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը։ Ամերիկացիները վստահեցնում են, որ առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել ճեղքել շրջափակումը։ Հիշեցնենք, որ 3 Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավը անցել էր Հորմուզի նեղուցով, չնայած շրջափակմանը։ Իտալիան կդադարեցնի Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը, հայտարարել է երկրի վարչապետ Ջորջա Մելոնին։ Մենք նրանց հետ անվտանգության համաձայնագիր չունենք, դա վերաբերում է տարիներ առաջ կնքված փոխըմբռնման հուշագրին, որը երբեք որևէ իրական բովանդակություն չի ունեցել, անմիջապես ստացվել է Իսրայելի արտգործնախարարության պատասխանն Իտալիայի վարչապետին։ Եվրոպացի առաջնորդները քննադատել են Թրամփի հայտարարությունները Հռոմի Պապ Լևոն 14-րդի մասին։ Մասնավորապես Ջորջա Մելոնին Պապին ուղղված խոսքերն անընդունելի է համարել։ Հիշեցնենք, որ Թրամփը քննադատության էր ենթարկել Հռոմի Պապին Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգներին չաջակցելու համար։ Իրեն ուղղված քննադատությունից հետո Թրամփը պատասխան քննադատությամբ է հանդես եկել։ Անընդունելին հենց նա է, նրա համար մեկ է, թե արդյոք Իրանը միջուկային զենք ունի, թե ոչ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը Ջորջա Մելոնիի մասին։ Վլադիմիր Զելենսկիի Գերմանիա այցի ընթացքում Գերմանիան եւ Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Մենք մեր երկկողմ հարաբերություններն Ուկրաինայի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ կոչ է արել մոբիլիզացվել դժվար ժամանակներում գոյատևելու համար։ Մենք պետք է մոբիլիզացվենք հիմա, այս դժվարին ժամանակներում գոյատևելու համար։ Սրանք անորոշ ժամանակներ են, ընդ որում որպես նախագահ չգիտեմ ինչին ձեզ պատրաստել։ Մենք աշխատում ենք ապրելու համար, մեկ կարգախոս՝ աշխատել ապրելու համար, ոչ միայն գոյատևելու, այլև ապրելու համար, ասել է նա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։ Իրանում պատերազմը մոտ է ավարտին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ